Թուրքին եք վստահում, քան ինձ։ Դա համար ժողովուրդ, հաջողություն ձեզ, ես էլ գնամ կամաց։ Իսկ ինչպես եք վերաբերվում վերջին զարգացումներին կապված թրիփի օրինակ ուղու հետ, ինչ է սպասվում Հայաստանին։ Ասենք նայած ոնց ենք պատկերացնում ինչ ենք սպասում Հայաստանին։ Հայաստանը մոտել է մի ընդհանուր խաղի մեջ, որ տարածաշրջանային տուրբուլենտնեսն է, ասենք ինչա գնալու, տարածաշրջանային զարգացում է լինելու, ինչ ասենք սայուզնիկները ովքեր են լինելու, մնալու են հիները, թե փոխվելու են նորերը եւ այլ, դրանց է կախված լինելու Հայաստանի ճակատագիրը, այս գործող իշխանությունը տանում է տեղափոխում է նոր խաղացողների հետ, սայուզնիկների հետ գործ ունենա, դա բերելու է ամբողջ տարածաշրջանը արյունայողության, այսինքն Ադրբեջանը այսօր Ռուսաստանի, Պարսկաստանի շահերի դեմ, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ ինքը որպես տարանցիկ երկիր գործում է եւ Հայաստանին էլ պարտադրում է այդ ընդհանուրի մեջ Թուրքիայի հետ միանա։ Հայաստանն էլ միացել է ինտեգրման տնտեսական, քաղաքական եւ այլ։ Ինչ վտանգներ եք տեսնում, այսինքն ինքնավարության կորուստ։ Ես տարածաշրջանը ամբողջովին Ուզբեկստանից սկսած Կովկասով, Թուրքիայով, Պարսկաստանով, Ռուսաստանով, որ ուժային մեթոդի են դիմելու, փորձելու են տապորնի խնդիր լուծեն իրար հետ։ Դա եմ տեսնում եւ տեսնում եմ, որ դա չեն էլ թաքցնում, Ադրբեջանը այսօր զենք առնում 24 ժամ զինումա նորից, սովետական զենքերից ձեր բացատում տալիս է Ուկրաինային առնման նորը, հա, Պարսկաստանը իր ուժերն է հավաքում, իրան է ուժեղացնում, չինական բան, Թուրքիան էլ արդեն մոնստր է, որպես տարածաշրջան, պարզ չի է սուր են գնում, թե պիտի ես ասեմ, պարզ գնում եք պատերազմի, ես էլ ասեմ մի արեք այդ բանը, մի գնացեք, դուք ինչի եք ասենք մտել այդ խաղի մեջ, դուք ձեր ճանապարհները կառուցեք, ձեր նավթամուղեր, գազամուղեր, ամեն ինչ կառուցեք, ձեր համար հանգիստ երկկողմանի պայմանագրի շրջանակում ապրեիք։ Ձեր բանակն է ստեղծեք, խաչապը ձեզ ինքները դուք պաշտպանեք։ Ոչ նա արիք, ոչ նա գնացիք Տրամպի ճանապարհը։ Ինչ Տրամպա, ինչ ճանապարհ է։ Ճանապարհը միջև լինի 6 հատ Տրամպա փոխվելու։ Ինչ Տրամպի ճանապարհ։ Հասկանում եք, չի կարելի։ Մենք ասենք մի սայուզնիկ ունենք, որը մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, հիմա գնում ենք մի երկրորդի մոտ։ Ոչ մեկ մոտ պետք չի գնալ։ Ռուսաստանն էր սայուզնիկ։ Այո։ Հիմա մենք ինքներս մեզ պիտի պաշտպանենք, մենք մեր վրա պիտի հույսը լինի, միշտ էլ մենք մեր հարցերը պիտի լուծենք։ Ռազմական բյուջեի կրճատումը վերջին 2 տարիների ընթացքում 100 միլիարդով կրճատվել է Հայաստանի ռազմական բյուջեն, իսկ Ադրբեջանը դրա ֆոնին շարունակում է զինվել։ Հիմնական, այսպես ասած, թեզը խաղաղությունն է, որ մենք հիմա կարիք չունենք զինվելու։ Ինչ բանակ է պետք հիմա Հայաստանին։ Արդյոք մենք ունենք ռեսուրսներ ժամանակակից բանակ ապահովելու համար։ Մենք ունենք եւ ռեսուրսներ եւ ժամանակակից բանակ ապահովելու համար մեր ժողովուրդը պաշտպանված լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական ներդրումներ լինի, որտեւ եթե չի պաշտպանված, դուք ձեր 100 միլիոնը չեք դնելու Հայաստանում, որտեւ վաղ կգրավեն։ Դա համար դուք չեք մտնի այդ դաշտ։ Դա համար տնտեսության հետ բանակը, տնտեսություն դա ամբողջովին մի շղթա է, բայց մեր հասարակությունը անընդհատ տարանջատում է, որտեւ գործող իշխանությանը տենց է ձեր տալիս, հա, գործող իշխանությունը փորձում է անընդհատ տարանջատի, ինքը ամենից խելոք է երևա, մնացածը անխելք են, բանակություն չէ, մեր ղեկավարությունը ասում է, գիտեք, մենք բանակ չպիտի ունենանք, որովհետև մենք մեկը ունենանք, չունենանք, ինչ բանակ էլ ունենանք, մենք որ պատերազմում մենք պարտում ենք, ոնց ենք պարտում, դա ասում է մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից Ադրբեջանն է, ինչ բանակ պետք է ունենանք, որ մեզ պաշտպանենք, մեզ պետք չի այդ բանակը, ով ինչ ուզում է տանք իրան, սուսպուս ապրենք, ուզում եք փաստացի եմ ասում, իրա բառերով, երկու ցուլա կաղնած, կարմիր փալազը մեր ձեռքին, ուզում են մեջով անցնենք, մեզ պետք չի դա, չենք կարա, կամ պարլամենտում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ասում է
այդ որ ասում եք բանակ, այդ ինչ բանակ պետք է ունենաք, որ մեր հարևանների հետ բանանեք, ասենք, մարդ չի հասկանում դա։ Չի հասկանում, մարդ բարձ ասում ես, չեմ հասկանում։ Բանակ ինչի է պետք, մեզ բանակ չպետք։ Այն գաղափարով այսօր հիմի մեր երիտասարդ երեխեքը ամբողջովին համարյա մեծ տոկոսը գնում են սահմանապահ զորքեր, հա, ասենք կարող ենք համարել, որ մի քանի տարուց հետո ընդհանրապես կրճատեն, մենակ սահմանապահ մնա, դանով էլ վերջանա։ Այդ քաղաքականությունն է ընթանում, այսինքն ցավալի է, բայց փաստ է, պիտի արձանագրենք փաստը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի